Իրականում վերնագիրը այդպեսի լավն է, բայց դրա անունը դրել են սև ցուցակ։ Սև ցուցակ, որովհետև այդ դպրոցները փակվելու վտանգի առաջ են կանգնում։ Դպրոցի շենք, եթե այսպես ուղակի փակում ենք, ինքը ուղակի քայքայվելու է եւ դառնալու է ավերակ, այդ դպրոցի շենքը նախ պետք է վերածել համայնքային կենտրոնի։ Համայնքային միջոցառումներ կարող են կազմակերպել, մարդիկ անընդհատ մտածում են ինչ որ մի տեղ լինի, որտեղ այդ միջոցառումները կազմակերպեն։ Այո, հենց դպրոցը հենց այդ տեղն է, որովհետև դպրոցը միայն օրվա առաջին կեսը աշխատելու համար չի, եկեք այդ հասկանալ։ Որտեվ այս բնակավայրերում, երբ որ փակվում են դպրոցները, այդ բնակավայրերը այսպես թե այնպես ուզած թե չուզած կամաց կամ գուցե շատ ավելի արագ դատարկվելու են։ Եվ իրականում այդ 2200-2300 ուսուցիչներ, որ այս պահին աշխատում են այդ փակվող դպրոցներում, նրանք իսկապես կորցնելու են իրենց աշխատանքը։ Դպրոց փակելը հավասար է պետական դրոշ խոնարհելու տվյալ բնակավայրերում։ Մենք ազգային անվտանգության, Հայաստանի ընդհանուր զարգացվածության մասին ենք խոսում, որտեղ կրթությունը առանցքային դեր ու նշանակություն ունի։